Կրթության մասին խոսել է, կրթությունը որպես նորաձև երևույթ ընկալելը եւ այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ կրթվելը նորաձև է շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր։ Սիսիանում եւ Գորիսում վարչապետի եւ նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները։ Իմ քայլը հիմնադրամում կարծում եմ պատճառը շարժման նկատմամբ գնալով աճող հետաքրքրությունն է։ Մասնակիցների մոտ հետաքրքրություն է առաջացրել նաեւ վարչապետի տիկնոջ մնացել ենք 5-րդ դարում բանախոսությունը, որի ընթացքում Աննա Հակոբյանը խոսում է այն մտածելակերպի մասին, որը ստիպում է մնալ անցյալում, կրկնելով հին սխալներն ու մոտեցումները, առաջ նայելու եւ ժամանակին համընթաց զարգանալու փոխարեն։ Ես կասեի, որ ոչ միայն մնացել ենք 5-րդ դարում, շարունակում ենք քայլել նույն ճանապարհով, նույն նախանձի ճանապարհով, նույն քննադատողի ճանապարհով, որովհետև այսօր մեր հասարակության մեջ այնպիսի մի կարծրատիպ է որդեգրվել, որ ովքեր որ ավելի շատ չարչարում են, ում համար որ ավելի շատ ներդրում ես ունենում, այնքան ավելի շատ հակակիրներ ես հավաքում, քան համակիրներ։ Ինչի պատասխան այսօր ստացա հենց այս բեմահարթակից, ինչպես նշեց մեր առաջին տիկինը, այո, երբեմն չեն ներում քեզ քո աշխատանքի քո նվիրվածության համար։ Այդպիսին է ժամանակները եւ կարծում եմ, որ այս շարժումը ինչ-որ բան կփոխի մարդկանց հոգեկերտվածքի մեջ։ Մարդկանց մտածելակերպում փոփոխությունների հասնելու նպատակն ունեն նաև վարչապետի երկու բանախոսությունները, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան խորագրերով, որոնցում ընդգծվում է կրթության եւ գիտելիքի դերը պետության կայունության եւ զարգացման գործում։ Թե բանախոսությունների եւ թե դրանց հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնվում են հարցեր, որոնք վերաբերում են պետության զարգացման հեռանկարներին, սահմանադրական փոփոխությունների հարցում հանրային մասնակցության ապահովմանը, գյուղական դպրոցների տեղափոխմանը եւ այսպես շարունակ։ Եթե նախկինում իմ ժամանակաշրջանում կրթվելը նորաձև չէր, այլ բաներ էր նորաձև, հիմա այո, հիմիկվա սերունդը այդ գաղափարախոսությամբ է առաջնորդվում, կրթվելը նորաձև է։ Այսօր այստեղից գնալու եմ այն գաղափարով, այն նշանաբանով, այն առաքելությամբ, որ պիտի ոչ միայն նայել, այլև տեսնել, խորքային տեսնել եւ քայլել առաջ, առանց հետ նայելու եւ պայքարել ոչ թե ինչ-որ մարդկանց ցուցադրելու, այլ պայքարել կյանքը փոխելու համար։ Ըստ իս մենք իրապես ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ այո կրթվելը պետք է լինի նորարար, պետք է լինի նորաձև, պետք է լինի վարակիչ եւ միևնույն ժամանակ այնքան ճկուն, որպեսզի վարակի բոլորին կարողանա դիմակայել բոլորի պահանջմունքներին ու կարիքներին եւ միայն այդ դեպքում է, որ մենք կունենանք ամուր, ուժեղ եւ իրավագիտակից կիրթ հասարակություն։ Կրթվելը նորաձև է շարժումն այս անգամ էլ միավորել է տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդկանց, որոնք հավաքվել են կրթության ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Եվ սա եւս մեկ անգամ իմ քայլը հիմնադրամին թույլ է տալիս վստահորեն պնդել, որ կրթվելը նորաձև է շարժումը միավորող ուժ ունի։ Ես Հարություն Հարությունյանն եմ, մասնագիտության ֆիզիկ եւ արդեն 50 տարի է կրթության մեջ, ինչ գնացել եմ դպրոց առաջին դասարան եւ մինչեւ օրս գտնվում եմ դպրոցում։ Եվ համոզված եմ, որ կրթությունը բոլոր ժամանակներում եւ բոլոր տարիքների համար անհրաժեշտ պայման է, անհրաժեշտություն է։ Այո, ես համաձայն եմ, յուրաքանչյուր մարդ կրթվելու մեծ պատասխանատվություն պետք է ունենա։ Ես ինքս 25 տարվա մանկավարժ եմ, երևի ամեն օր կարդում եմ։ 19 համայնք, 39 հանդիպում եւ 7618 մասնակից։ Ահա թվային այսպիսի ցուցանիշներ է այս ընթացքում գրանցել կրթվելը նորաձև է շարժումը։ Առաջիկայում հանդիպումներ են նախատեսված նաեւ Երևանում, Արտաշատում, Մարալիկում, Աշտարակում եւ Մարտունիում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։